Երբ 15 տարի առաջ Հայաստանի հոգևոր առաջնորդն ու զինված ուժերի ղեկավարը համաձայնագիր կնքեցին զինուժում հոգևոր սպասավորներ ունենալու մասին, հավանաբար տեսիլք ունեին հենց այնպիսի մի համակարգի, որ գործում է այսօր։ Եթե առաջին տարիներին ընդամենը մի քանի հոգևորական էր շրջում զորամասերով, այսօր արդեն նրանց թիվը հատել է 5 տասնյակի սահմանը, եւ նույնիսկ հեռավոր սահմանային զորամասերի զինծառայողներն ու սպայական անձնակազմը հնարավորություն ունեն շփվել հոգևորականի հետ։ Հոգևոր սպասավորն օգնում է ելք գտնել հատկապես միջանձնային հարաբերությունների կարգավորման եւ նոր միջավայրին հարմարվելու դժվար իրավիճակներից։ Անձամբ գիտեմ քանի դեպքեր նման, ճանաչում եմ շատ հոգևոր սպասավորների, որոնք իրոք իրենց դերի մեջ են, որոնք իրոք բարձր մակարդակով են տանում իրենց ծառայությունը եւ դա միայն ողջունելի է։ Դա եւս իր նպաստող դերը ունի ոչ միայն համապատասխան զինված ուժերի ստորաբաժանումում ծառայություն իրականացնող տարբեր ուրեմն շարքային, սերժանտական, սպայական կազմերի համար, այլև նաև մեր ղեկավար կազմի համար։ Պաշտպանության նախարարության հաստատած ծրագրով հոգևորականները հայ առաքելական եկեղեցու պատմություն են դասավանդում վաշտերում, կազմակերպում ինտելեկտուալ խաղեր, ստեղծում գրադարաններ, հատկապես հեռավոր զորամասերում։ Զինվորներն առանձնակի ուրախությամբ են մասնակցում եկեղեցական տոներին, որոնք ընտանեկան ջերմություն են բերում զորամասեր։ 10-ից ավելի զորամասերում տոները նշվում են տեղում սեփական ուժերով կառուցված մատուռներում։ Շատերի կյանքում էլ կարևոր իրադարձություն է կատարվում հենց ծառայության տարիներին։ Մկրտվում են, նոր կյանք մտնում զինակից ընկերների կամ սպաների կնքահայրությամբ։ Պաշտպանության նախարարը իր ամենամյա ուղերձում 2013 թվականին ուղերձում, որը ուղղված է զինված ուժերին, եւս անդրադարձել է այնպիսի մի կարևորագույն հարցի, ինչպիսին եսի եւ մենքի փոխհարաբերությունն է։ Հարկավոր է աստիճանաբար եսից ձերբազատվել եւ ունենալ մենք, այսինքն ունենալ ավելի ուժեղ զինված ուժեր, ավելի համախմբված կոլեկտիվ։ 2011 թվականին զորահանդեսին պատմության մեջ առաջին անգամ մասնակցեց նաև բանակում սպասավորող հոգևորականների շարասյունը։ Այդ առիթով բանակի հոգևոր առաջնորդության ձեռագործ դրոշ պատրաստվեց, որը զորահանդեսից առաջ օրհնեց Գարեգին II հայրապետը։ 2012 թվականին հայոց բանակի 20-ամյակին Մայրաթոռում մատուցված տոնական պատարագի ընթացքում վեհափառն օրհնեց եւ զինված ուժերին նվիրեց Աշոտ Երկաթի պատմական խաչի նմանությամբ պատրաստված խաչը, որի մեջ զետեղվել է Սուրբ Մասունք Քրիստոսի խաչափայտից։ Վրթանես Սրբազանն այս խաչը տարավ սահմանային հենակետեր օրհնություն ու սեր բաշխելով մեր մարտիկներին։ Խաչը հասավ նաև Շուշի եւ Ստեփանակերտ օրհնելու Արցախի պաշտպանության բանակին։ Այն պահվում է պաշտպանության նախարարությունում մեր երկրի պետական ու զինված ուժերի դրոշների հարևանությամբ։ Կարինե Հարությունյան, Եկեղեցական կյանք։